Ինչքան փող է անհրաժեշտ Հայաստանում ֆուտբոլային ակումբ ունենալու համար։ 2025 թվականի տվյալներն են հրապարակել ակումբները եւ առաջարկում եմ վերցնենք Հայաստանի անցած տարվա ամենաուժեղ թիմին, որը համ չեմպիոն դարձավ, համ գավաթակիր, Նոային ու հասկանանք ինչ թվերի մասին է, այնտեղ խոսքը։ Սկսենք ծախսերից, ուրեմն ամենամեծ ծախսը ֆուտբոլիստների աշխատավարձն է, որի վրա Նոան ծախսել է $6.5 միլիոն։ Այդ հայկական ֆուտբոլի համար չլսված թիվ է, նույնիսկ իրենք մի տարի առաջ 4.8 միլիոն էին ծախսել, որը էլի չլսված թիվ էր, հիմա ավելի քան 30%-ով մեծացրել են բյուջեն։ Եվ դրան գումարվում է նաև մարզիչների աշխատավարձը, եւս $1.3 միլիոն, եւ մնացած ստաֆի աշխատավարձը էլի $1 միլիոն, այն կասայի բանից, սաունդից տեղ։ Ու դրանից բացի էլի կան շատ այսպես տարբեր ծախսեր, ամենամեծը այդ ուսումնամարզական հավաքներն է, երբ որ ասենք մի ամսով գնում են ուրիշ երկիր հավաք անցկացնելու, անց տարի 2 հատ ունեցել են, մի հատ Դուբայում, մի հատ Ավստրիայում, ընդհանուր $3.2 միլիոն, ու մնացած ծախսեր, ասենք ավիատոմսեր, բուժօգնություն, ապահովագրություն, իրենց ենթակառուցվածքի սպասարկում, գրասենյակային, մարքեթինգային ծախսեր, այս ամեն ինչը հավաքների հետ միասին $6.8 միլիոն էլ այս կողքից ծախսեր են։ Ընդհանուր Նոայի 15 միլիոն ես ասում, հա, ընդհանուր Նոայի անցած տարվա բյուջեն կազմել է $15.6 միլիոն։ Եթե ճիշտ եմ հիշում, նախորդ տարի որ էպիզոդ ենք անում, մոտավորապես 10 միլիոն էր ու ասում ենք, որ դա հայկական ֆուտբոլի պատմության մեջ աննախադեպ է, ոնց որ 50%-ով է, 50%-ից ավել ավելացրել են։ Այո։ Սա հայկական ֆուտբոլի համար շատ լուրջ թիվ է, իհարկե այն մեր իմացած թոփ ակումբների բյուջե չի, այնտեղ խոսքը $100-ավոր միլիոն մասին է ու նույնիսկ միլիարդ, բայց արևելյան Եվրոպայի շատ թիմերի համար նորմալ բյուջե է, այս կարող է համարվել։ Հիմա արի մի հատ հասկանանք եկամուտները, քանի որ Նոան առաջի անգամ հայկական ակումբներից հասել է կոնֆերենցիաների լիգայի play-off pool, ինչ իրոք տենց նվաճում էր հայկական ֆուտբոլի համար։ Ես հիշում եմ, որ ամեն խաղից հետո տենց մենք մոտավորապես հաշվում ենք, թե ինչքան եւս հավելյալ աշխատեց, մի երկու անգամ է չեք արեցինք UEFA-ի կայքում, թե ամեն հաղթանակի ու ինչ որ բան փուլ անցնելուց հետո ինչքան հավելյալ բան անում, եթե չեմ սխալվում, ինչ որ 5 միլիոն տենց հասել ենք այդ թվի վրա, վերջնական ինչ է ստացվել։ Ուրեմն նայ, այդ ընդհանրապես հայկական ակումբների համար ամենալուրջ եկամուտը այդ UEFA-ից ստացած գումարներն են, Նոայի դեպքում անցած տարի դա կազմել է $5.7 միլիոն, բայց քանի որ սա 2025 թվականի հաշվետվությունն է, ես չգիտեմ, իրենք այս գումարը ստացել են այս մրցաշրջանի համար, երբ որ իրենք play-off հասան, թե դեռ նախորդի համար, երբ որ play-off չհասան, բայց էլի խմբային փուլին մասնակցեցին։ Ամեն դեպքում սա իրենց համար այսպես բավականին մեծ եկամտի կտոր է, հա։ Այնտեղ գալիս են այլ եկամուտներ, օրինակ հովանավորչություն, հա, $130,000 մասին է ընդամենը խոսքը, ընդ որում իրենք հովանավորում են հենց ակումբի սեփականատիրոջը պատկանող բրենդներ, թե ինչքանով է դա կողքից եկամուտ դժվար է ասել։ Հեռարձակման իրավունքներ կան շատ փոքր, ընդամենը $51,000, երբ որ եվրոպական ակումբներում այդ ասենք բյուջեի մինչև մի 50% կարող է հասնի, հա։ Այս ենթադրում եմ, որ UEFA-ի միջև խմբային փուլ հասնելու այդ խաղերի Հայաստանում խաղացած հեռարձակման Այո, ճիշտ եմ հասկանում։ Նույն ձև նաև տոմսերի վաճառք, էլի մի $50,000 մասին է ընդամենը խոսքը։ Սենց տարբեր մանր-մունր եկամուտներ կան, որոնց ընդհանուր գումարը կազմում է ընդամենը $350,000։ Ես անհամբեր սպասում եմ, երբ են հայկական ակումբների եկամուտների կառուցվածքի մեջ տրանսֆերներից ստացված եկամուտները դառնալու էական, ասենք տենց գոնե չգիտեմ 5-10 միլիոն $, էլի, այդ փուլին է պետք հասնել, որ տենց վստահ լինենք ու ասենք, որ տենց իրենք կարողանում են գումար աշխատել, հա, որովհետև հիմնական այդ տիպի ակումբների համար այնուամենայնիվ այդ տրանսֆերներից եկամուտը շատ կարևոր է ու ես չեմ հիշում, որ հայկական
ֆուտբոլում կարծեմ Փյունիկից բաններ, չէ՞ որ ոնց որ 500,000-ով գնացել էր, թե ով չեմ հիշում, չկար։ Ուրեմն մեր ակումբների կողմից տրանսֆերի կոնկրետ գումար ամենաշատը բնականաբար Մխիթարյանից է եղել, բայց այդ արդեն երկրորդային վաճառքից է, երբ որ ինքը գնաց Շախտյոր Դորտմունդ գնալուց, չէ՞, Շախտյորից Հա, Դորտմունդ։ Շախտյորից Դորտմունդ կարծեմ, $1 միլիոն, $1.5 միլիոն, իսկ ընդհանուր մեր թիմերը մինչև այսպես 1 միլիոնի հասնող ավելի շատ 500-600,000 եվրոյի շուրջ տրանսֆերներ երբեմն ունենում են, բայց ավելի թանկ առայժմ չէ։ Հիմա մի խոսքով, այս թվերը գումարում ենք, բայց 15 միլիոնի չի հասնում։ Այդ դեպքում որտեղից է ձևավորվում բյուջեն նոայի։ Ուրեմն, ինչպես եւ մեր մյուս թիմերում, հիմնական բյուջեի ձևավորման աղբյուրը այդ հենց սեփականատիրոջ ներդրումներն է ու անցած տարի դա կազմել է գրեթե $10 միլիոն, հա։ Բյուջեի մոտ 60%-ը։ Այնպես որ Ընդորում մի հատ բան էլ է կարևոր, ասենք, որ ըստ էության, երբ որ իրանք հիմա, եթե չեմ սխալվում, մեջմիածնում, չէ, ինֆրաստրուկտուրա են ստեղծում, ստադիոն, մարզա, բազա, հա, այդ համարվում է կապիտալ ծախսեր ու ենթադրում եմ այս ծախսերի մեջ չկրված ծախսերը մաս-մաս նոր ծախս չամորտիզացվեն, այսինքն տարիների ընթացքում այդ կատարված ծախսերը մաս-մաս նոր ծախս ճանաչվեն։ Այդ տենց ուղղակի պարզաբանում անենք, որ դա մի տարվա ընթացքում այդ տարվան վերաբերվող ուղիղ ծախսերն են, այդ տարվան վերաբերվող ուղիղ եկամուտներն են, այսինքն բացի դրանից հավելյալ այն մնացածը ինքը հավելյալ ներդրումներ է, որոնք կարվեն, կավարտվեն, կշահագործվեն, հետո տարեկան կամորտիզացվեն։ Այնպես որ սիրելի գործարարներ, եթե ուզում եք ֆուտբոլային ակումբ բացել, ապա այսպես մոտավոր մի $10 միլիոն տարեկան մտքներիդ մեջ ունեցեք այդ նոայի հետ մրցակցելու համար։ Չնայած ասենք, որ նոան այս պահին ուղղակի շատ է բարձրացրել, հա, թվերը, ես նաև առաջարկում եմ համեմատել մյուս թիմերի հետ։ Ուրեմն բյուջեով երկրորդը 2025-ի տվյալներով եղել է Փյունիկը, որի բյուջեն $6.3 միլիոն, եւ երրորդը Արարատ Արմենիան, որը $5.5 միլիոն։ Ու այս պահին հələ որ Արարատ Արմենիան է գնում չեմպիոնության, հա, պարզ չի։ Այսինքն նույնիսկ այդքան ծախսը դեռ հերիք չի, որ դու բացարձակ առաջատար լինես քո երկրում։ Դրանից հետո գալիս է Ուրարտուն $3.5 միլիոն ու մնացած ակումբների դեպքում արդեն շատ ավելի փոքր թիմեր։ Ամենահամեստ բյուջեն պետք է որ Շիրակը ունենա, եթե ճիշտ եմ հասկանում։